Դե գիտեք, որ Կալուգացի Սամոյի վզին դրել են, ասել են կգնաս Հայաստան ու նենց կանես, որ Հայաստանում ընտրություն կրեք, տենց Քոչյանին վարչապետ սարքեք ու արդյունքում բան անեք, տենց Հայաստանի անկախությունը մեր ոտերի առաջ մատաղ անեք։ Սա էլ ենթադրաբար սրա շրջապատում նույնիսկ ինչ-որ մի խելքը գլխին մարթեղել է, ասել է, բայց դա տենց հեշտ գործ չի էլի, դժվար է, ոնց պետք է տենց բան անենք, ասել են դե կգնաք այնտեղ կտեր կտակ մարդկանց, փողեր կտակ մարդկանց ու կտեր կտակ մարդկանց, թե իբր 300,000 ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցի է գալու, մարդիկ էլ հաստատ էլի, դե հայերը միամիտ ժողովուրդ են էլի, դե կհավատան էլի, ոնց է չլինի։ Սա էլ եկել է լուրջ դեմքով տենց արտահայտություններ ու տենց բաներ է փորձում մեր քաղաքացիներին խաբի, այնինչ թերագնահատում է մեր քաղաքացիներին ակնհայտորեն մտածելով, թե մեր քաղաքացիները բոլորը իր հետ նույն ինտելեկտուալ մակարդակի վրա են, այսինքն շատ ցածր է նրանց ինտելեկտուալ մակարդակը, ինչը իրականում հեչ էլ այդպես չի։ Սամո ջան, մարդիկ քոպես տգետ չեն, Սամո ջան։ Հա, տգետ բառի համար էլ կարած դատի տաս, բայց ես գլխից ասում եմ, հենց դատի տվեցիր, դատարանում պահանջելու եմ, որ մեկ էջանոց հայերեն թելադրություն գրես, դու պատկերացրու ինչ դաժան է դառնելու քո համար։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։